Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանը 2 նոր բնակարան է հատկացրել Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին։ 2011 թվականի մարտի 31-ին բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով Գագիկ Հովհաննիսյանը դիմել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին։ Խնդրին հրատապ լուծում տրվեց եւ մայիսի 9-ին հաղթանակի օրը 11 երեխաների հայրը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանից ստացավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող նոր ու հարմարավետ 2 բնակարանների բանալիներ։ Շնորհավորելով հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա արդիվ Երևանի քաղաքապետը Հովհաննիսյանների ընտանիքին մաղթել է առողջություն, ընտանեկան ջերմ միջավայր։ Մենք ազգովի բոլորս պարտքում ենք, ընդորում պարտքում ենք, որը երբևիցե չի մարվում։ Թե մեծ հայրենական պատերազմի մասնակիցներին, մեր վետերաններին, թե մեր Ղարաբաղի ու Շուշիի ազատագրման գործում մասնակցած մարդիկ, դա պարտքը մոտավորապես նույնն է, ոնց որ երեխան ծնողի նկատմամբ։ Թե պետությունը, թե տեղական ինքնակառավարման մարմինները կամաց կայանալով, հարստանալով, համակարգված եւ խելոք աշխատելով պետք է հատուկ ուշադրություն դարձնեն նման ընտանիքներին։ Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը դեռ մարտի դաշտում էր ուխտել 12 առու զավակ ունենալ, ի հիշատակ ռազմի դաշտում զոհված իր 12 մարտական ընկերների։ Տղաներն առայժմ 7 են, բայց ինչպես Գագիկն է ասում, ամեն ինչ դեռ առջևում է։ Բնակարանի բանալիներից բացի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոր բնակարանը կահավորելու համար ազատամարտիկի ընտանիքին նվիրեց կենցաղային տեխնիկա, իսկ երեխաներին էլ տարբեր նվերներ։